Թուրքիայի խորհրդարանում իրավիճակն այնքան էլ արվել, որ ստիպված ընդհատել են նիստը։ Ծեծկրտուքը սկսվել է բյուջեի քննարկման ժամանակ, երբ ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Մուրաթ Էմինը անգործության համար է մեղադրել Էրդողանի կուսակցությանը, իշխանականներին անբաններ անվանել։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Մուսթաֆա Վարանքը հայհոյել է ընդդիմադիր գործընկերոջը։ Դրանից հետո է Մուրաթ Էմինը տեղից վեր կացել, փորձել բռունցքներով հարցեր պարզել։ Վիճաբանությունն ավելի է թեժացել, երբ ծեծկրտուքին միացել են նաև իրար քացի տվող պատգամավորների կուսակիցները։ Մի քանի րոպե իրավապահներին չի հաջողվել հանդարտեցնել մթնոլորտը։ Ընդմիջումից հետո խորհրդարանականները ուղղել են փողկապներն ու քվեարկել։ 320 կողմ և 249 դեմ ձայներով ընդունել են 2026-ի կառավարության բյուջեի և 2024-ի ամփոփիչ հաշվետվությունների մասին օրինագծերը։ Թուրքական որոշ լրատվամիջոցներ այս ծեծկրտուքի ֆոնին հիշել են 2024-ի խորհրդարանական ծեծկրտուքը, երբ այնքան էին գրքերը թեժացել, որ արյուն էր թափվել թուրքական մեջլիսի աստիճաններին։ Գայանե Մովսիսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։